Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բարի լույս մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջիկա 2 ժամը ես եւ Կարենը կանցկացնենք ձեզ հետ միասին, այնպես որ մնացեք մեզ հետ, եղեք ուշադիր եւ անպայման կտեղեկանաք հետաքրքիր նորություններին։ Բարի լույս սիրելի բարեկամներ, ասում են ով ուրախ է նա երջանիկ է, իսկ ով երջանիկ է նա նաեւ բարի։ Այո, պետք է լինել ուրախ, երջանիկ եւ բարի եւ գնահատել այն ամեն ինչ ունես եւ բոլոր նրանց, ովքեր ձեր կողքին են։ Եվ այսպես ծնողներն ավելի հաճախ են ներում, քան նրանց երեխաները, իսկ կանայք տղամարդկանցից ավելի հանդուրժող են։ Հոգեբանները նշում են ներելու ունակության մեջ մեծ դերակատարություն ունի գթասրտությունը, իսկ այդ հատկանիշները կանանց մոտ անհամեմատ ավելի շատ է բացատրում են հետազոտողները։ Եվ նշում են տղամարդիկ։ Տարբեր տարիքի մարդկանց հարցրել են, թե որոնք են դիմացինին ներելու գլխավոր դրդապատճառները։ Երիտասարդների մեծամասնությունը պատասխանել է ժամանակը, դե իսկ ծնողներն էլ ասել են խղճի խայթը եւ արդարությունը։ Արդարության մասին այսօրվա ծրագրի ընթացքում դեռ կխոսենք, իսկ այժմ ուրախալի լուր երաժշտական աշխարհից։ Համաշխարհային ճանաչում ունեցող հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Նիկոլային հաջողվել է անել այն, ինչ մինչ օրս կարողացել է ցուցադրել Նիկոլո Պագանինին միայն։ Նիկոլայ Մադոյանն առանց նոտաների կատարել է Նիկոլո Պագանինիի 6 կոնցերտ։ Այդ ամենին հետևել է մասնագետների մի մեծ խումբ, ովքեր էլ յուրահատուկ համերգի ձայնագրությունն ուղարկել են Լոնդոն ռեկորդ սահմանելու նպատակով։ 2000 թվականին էլ Նիկոլայ Մադոյանն առանց նոտաների կատարել էր ջութակի եւ դաշնամուրի համար գրված Բեթհովենի 10 սոնատներ 3 անգամ անընդմեջ։ Այժմ առաջարկում ենք պարզել, թե էլ ինչ հնարքների կարող են դիմել երաժիշտները կատարողական արվեստը նոր հարթակ տեղափոխելու համար։ Դիտենք։ Փառահեղե Շտրաուսի Ռադեցկի մարշը շնորհակալ ենք մեզ արթնացնելու համար եւ անցնենք առաջ։ Գիտնականները նշում են, որ ավելի երիտասարդ են երջանիկ մարդիկ, ովքեր չեն մոռանում սիրելի մարդկանց համբուրելու մասին։ Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ համբույրը հարթեցնում է կնճիռները եւ խոչընդոտում դրանց առաջացմանը։ Դա պայմանավորված է նրանով, որ համբույրի ժամանակ շատ դիմային մկաններ են աշխատում։ Բացի այդ, համբույրը խթանում է երջանկության հորմոնների, էնդորֆինների արտադրությունը։ Այնպես որ սիրելի կանայք, եթե ուզում եք ժամանակի շուրջ չծերանալ, ապա հաճախ համբուրվեք։ Ճանապարհորդությունները եւս երջանկացնում են, ուղևորվենք Փարիզ եւ ծանոթանանք սիրո քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկին։ Էյֆելյան աշտարակ, այն աշխարհի ամենաճանաչվող կառույցներից է, կշռում է 10,000 տոննա եւ ունի 324 մետր բարձրություն, բայց շոկ եղանակին աճում է մոտ 15 սանտիմետրով, քանի որ տաքացման դեպքում մետաղը ընդլայնվում է։ Այո, դրա մաքրության համար տարեկան 400 լիտր լվացող միջոցներ եւ աղբի 25000 տոպրակ է հարկավոր։ Էյֆելյան աշտարակը մի քանի անգամ գունափոխվել է դեղինից մինչև կարմրադարչնագույն, իսկ վերջին տասնամյակներից գտնված ու կայացած կերպարը պաշտոնապես արտոնագրել են որպես դարչնա Էյֆելյան, որը բրոնզագույնին նման է բավական։ Շատ հետաքրքիր փաստ, 2007 թվականին ամերիկուհի Էրիկա Լաբին պաշտոնապես ամուսնացել է Էյֆելյան աշտարակի հետ, բայց մինչ օրս նրանց չի հաջողվում ունենալ փոքրիկ Էյֆելյան աշտարակիկներ կամ էյֆելիկներ, այո, ինչպես անին ասեց, բայց ավելի ուշ պարզ է դարձել, որ մինչ այդ Էրիկա Լաբին սիրավեպ է ունեցել Բերլինի պատի հետ, բայց գործը ցավոք սրտի ամուսնության չի հասել։
Շնորհավորում ենք նրանց երջանիկ ամուսնության հետ կապված, աշխարհում գոյություն ունի Էֆելյան աշտարակի ավելի քան 30 պատճեն, ահա թե որտեղ են նրանց բալիկները, նրանց կարելի է հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Գերմանիայում, Չինաստանում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր։ Ռուսաստանում էլ կա Փարիզ անունով գյուղ, որը տեղակայված է Չելյաբինսկի մոտակայքում։ Փարիզի տեսարժան վայրերից անցնենք Կանադային, այն Ռուսաստանից հետո աշխարհի ամենամեծ երկիրն է, բայց երկրի անվանումը տեղական ցեղերից մեկի լեզվով նշանակում է գյուղ, չնայած տարածքի մեծության այն ամենանոսր բնակեցված երկրներից է համարվում։ Կանադայում ավելի շատ լիճ կա, քան ամբողջ աշխարհում միասին վերցրած։ Այդ երկրի առափնյա հատվածն աշխարհում ամենաերկարն է, աշխարհի ամենաերկար փողոցը եւս Կանադայում է, այն ձգվում է 1896 կիլոմետր։ Գրագիտության մակարդակով այն աշխարհում առաջատարն է, բնակչության կեսից ավելին ունի բարձրագույն կրթություն։ Կանադայի մասին այլ մանրամասներ կներկայացնի մեր մոլորակի շուրջ էջը, որը մենք հիմա կդիտենք միասին։ Շրջենք մոլորակով։ Քաղաքներ, որտեղ պետք է լինել գոնե մեկ անգամ, բոլորը մեկ երկնքի ներքո, մեկ դրոշի տակ։ Կանադայի ամենահայտնի ու հիասքանչ քաղաքները հաջորդիվ։ Ամենաեվրոպական բնակավայրը Կանադայում կամ պարզապես քաղաք բացիկ, Քվեբեկ, հին առանձնատներ, ոլորապտույտ փողոցներ, շքեղ ամրոցներ ու թովիչ վայրեր, որքան ուզես։ Քաղաքի ծննդյան տարեթիվը 1608 թվականն է, իսկ հիմնադիրը համարվում է ֆրանսիացի հետազոտող Սամուել դը Շամպլենը։ 1665-ին քաղաքն ուներ ընդամենը 550 բնակիչ, իսկ այժմ ժամանակակից Քվեբեկում բնակվում է շուրջ կես միլիոն մարդ։ Այն ֆրանսախոս Քվեբեկ նահանգի մայրաքաղաքն է, որտեղ էլ տեղակայված է խորհրդարանը նահանգի ղեկավար կազմով։ Քվեբեկում գրանցված է երկրում գործազրկության ամենացածր մակարդակը։ Քաղաքի ամենից հայտնի վայրը պատմական թաղամասն է՝ հին Քվեբեկը, ամրոցներ, թանգարաններ, եկեղեցիներ, մշակութային հնամունի կառույցներ ու պատմական շենքեր։ Ամենահայտնի վայրը Ֆրոտենակ ամրոցն է, հյուրանոց, որը կառուցվել է 1893-ին և կոչվել ի պատիվ Կանադայի հիմնադիր կոմս Լուի դե Բուադ դե Ֆրոտենակի։ Ի սկզբանե Վիլմարի կամ Մարիամի քաղաք, այժմ Մոնրեալ, արքայական լեռ։ Այն անվանում են Կանադայի մշակութային քաղաք։ Վիլմարի անունով հին հնդկական բնակավայրում ֆրանսիացիները մշտական բնակություն են հաստատել 1642 թվականից։ Հենց այդ ժամանակներից էլ ֆրանսիական գաղութ քաղաքն անվանվել է Մոնրեալ։ Ներկայումս Կանադայի երկրորդ ամենախոշոր, իսկ Քվեբեկ նահանգի ամենամեծ քաղաքն է։ Այն համարվում է աշխարհի երկրորդ ամենամեծ ֆրանսիախոս քաղաքը, զիջելով միայն Փարիզին։ Մոնրեալը համարվում է Կանադայի արդյունաբերական ու մշակութային կենտրոնը։ Մշակութային վայրերի թվով այն առաջինն է Կանադայում։ Թանգարաններ, թատրոններ և շուրջ 300 եկեղեցի։ Պատահական չէ, որ 19-րդ դարում Մոնրեալ այցելած Մարկ Տվենն այն անվանեց 100 զանգակատան քաղաք։ Եվրոպական ճարտարապետության չափանիշերով կառուցված Մոնրեալը հաճախ են իր գեղեցկության համար համեմատում Փարիզի հետ։ Մշակութային այս յուրահատուկ քաղաքում բնակվում է 1.5 միլիոն մարդ։ Կանադայի ամենամեծ քաղաքն ու տնտեսական կենտրոնը։ Քաղաք, որը 2015-ին ճանաչվել է բնակության համար լավագույն վայրը աշխարհում, Տորոնտո, գտնվում է Օնտարիո լճի հյուսիսարևմտյան ափին։ ԱՄՆ-ի սահմանից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա գտնվող մեգապոլիսում բնակվում է շուրջ 2.7 միլիոն մարդ։ Տորոնտոն 1793-ին հիմնադրել են անգլիացիները, որպես ավոն։ Այժմ այն ամենաբարձր կենսամակարդակն ունեցող քաղաքներից է, ամենաժամանակակիցներից ու տնտեսությամբ ամենազարգացածներից մեկն աշխարհում։ Տորոնտոյի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից են Ադամանդաձև Օնտարիոյի արքայական թանգարանը, Օնտարիոյի արվեստի պատկերասրահը,
աշխարհում 3 ամենաբարձր հեռուստաաշտարակներից մեկը՝ CN Tower-ը։ Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Հենրի Պելատի Կասալոմա ամրոցը կառուցած հանուն սիրո եւ իհարկե Նիագարա ջրվեժը, որը զբոսաշրջային պարտադիր այցելության վայրերից է։ Տեղափոխվենք Կանադայի մայրաքաղաք հիասքանչ Օտտավա։ Օտտավա գետին սփռված համանուն քաղաքը մեծությամբ 4-րդն է Կանադայում։ Քաղաքն ի սկզբանե հիմնադրվել է որպես Ռիդո գետի ջրանցքը կառուցող արհեստավորների ճամբար 1820-ական թվականներին, այդպես մինչ 1855 թվականը։ 2 տարի անց գետի անունը ստանձնած Օտտավան հռչակվում է մայրաքաղաք։ Ներկայումս այն ամենահետաքրքիր, ամենամաքուր ու ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է աշխարհում։ Հիանալի փողոցներ ու ճանապարհներ, գեղեցիկ ու հոյակերտ կառույցներ, կանաչ գոտիներ, իսկ քաղաքի սրտում Ռիդո ջրանցքն է։ Օտտավային յուրահատուկ տեսք են հաղորդում ճարտարապետական հիասքանչ կառույցները, խորհրդարանի շենքը, Նոտրդամ տաճարը, ազգային արխիվի շենքն ու 22 թանգարանները։ Այս ամենից զատ քաղաքի հյուրերի եւ շուրջ 800,000 բնակիչների համար հարմարավետության զգացողությունն այստեղ ամենուր է։ Օտտավայում շատ շոգ է ամռանը, իսկ ձմեռն է բավական ցրտաշունչ։ Իդեպ այն աշխարհի ամենացուրտ մայրաքաղաքն է։ Ահա այսպիսի կանադական քաղաք-հրաշալիքներ։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան 17-րդ անգամ ճանաչվել է լավագույն քաղաքն աշխարհում։ Ըստ Mercer խորհրդատվական ընկերության կազմած վարկանիշային աղյուսակի աշխարհի այլ քաղաքների շարքում Վիեննան աչքի է ընկել կյանքի ամենաբարձր մակարդակով։ Վերջին տեղն աղյուսակում կրկին զբաղեցրել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։ Ցանկը կազմվել է մի շարք չափորոշիչների հիման վրա, այդ թվում քաղաքական կայունությունը, կրթությունը, առողջապահությունը, հանցավորության մակարդակը, տրանսպորտային պայմանները եւ հանգստի կազմակերպումը։ Նշվում է, որ հասարակական տրանսպորտն ու բնակարանավարձը Վիեննայում ավելի ցածր է, քան արևմտյան այլ երկրների մայրաքաղաքներում։ Ցուցակում Վիեննային հետևում են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենը եւ Վանկուվերը։ Այլ հետաքրքիր նորություններ կհաղորդենք ձեզ կոմերցիոն դադարից հետո։ Ինչպես եւ խոստացել ենք, շարունակում ենք խոսել հետաքրքիր անցուդարձից ողջ աշխարհից։ Հատկանշական է, որ ատելության առաջին թեժգիծը սկսել է գործել Գերմանիայում, այնտեղ կարող է զանգահարել յուրաքանչյուր մարդ, ով գոռգոռալու կամ էլ անպարկեշտ բառերի շարանով սիրտը զովացնելու անզուսպ ցանկություն ունի։ Նյարդերի լիցքաթափման այդ անվնաս տարբերակի ստեղծողները կարծում են, որ մարդկանց բարկության պորտքումները պարզապես անհրաժեշտ են։ Իսկ մտահղացումը քննադատողները նշում են, որ հեռախոսով աներևույթ հակառակորդին վիրավորելը ոչ միայն չի օգնի, այլև կխորտակի նյարդային այսպես մեծ լարվածություն կառաջացնի եւ զանգահարողի մոտ եւ այդ տարօրինակ վիրավորանքները լսողի մոտ։ Պետք է նշել, որ բարկության թեժ գծի օպերատորները զանգեր են ընդունում օրական 16-ից 18 ժամ, մի խոսքով այնքան մինչև իրենք էլ վերջնական բարկանան։ Ահա թե որտեղից է առաջացել ֆաշիզմը։ Իսկ զանգի յուրաքանչյուր րոպեի համար յուրաքանչյուր բարկացած գերմանացի պետք է վճարի 1.5 եվրո։ Իսկ ուրախությունը, հոգատարությունն ու նաև համառությունը լիովին անվճար են ու պարգևում են միայն երջանկություն ու պաշտպանվածության զգացողություն։ Կենդանիների օրինակով այդ ամենի ապացույցն ամենից վառ է դառնում սիրելի Կարեն, այնպես որ մեր փոքրիկ բարեկամներից իհարկե շատ բան ունենք սովորելու։ Հետազոտությունը Դիտենք, հետո կխոսենք հետազոտության մասին։ 对，就是这样，步步为营，小心翼翼地走着。尽管偶尔会停下脚步，但大致上还算顺利，很棒哦。詹姆斯，小心一点！就在离对岸只剩1步的地方，他们2个同时都停了下来。最后的难关，快1公尺的河道。 对于小小身躯的小庞和詹姆斯而言，这就像是一道大鸿沟。海中守护着他们的宫泽先生也显得忧心忡忡。加油啊，小庞，詹姆斯！就在这个时候，
于是詹姆斯不敢跳啊。小庞狂拉詹姆斯，要他跳过来，但是詹姆斯却抵死不从。就在这一刻，詹姆斯，你太神了！ Ջան, Ինչ զվարճալի տեսանյութ էր, ինչ բարի կապիկ էր։ եւ այո, բարությունը կփրկի աշխատ։ Ծեր չէր նա զակուկ էր ընդամենը, ուղղակի վախենում էր եւ անցավ տեսնում եք, ընկերությունը, եղբայրությունը, բարությունը կփրկի մեզ բոլորիս։ Լավ, շարժվենք առաջ եւ այսպես հետազոտությունը ցույց է տալիս, որ առողջ ապրելակերպ կամ առողջ սնունդ պիտակով մթերքները մեծամասամբ վանում են գնորդներին։ Այդ հետևությունն արել են ամերիկացի գիտնականները։ Դե իսկ մենք հիշենք մեր հավատարիմ հովանավորին, մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ զեղչային ակցիաները շարունակվում են։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, ոսկրերի խտության ստուգում։ Իսկ ողնաշարային դիագնոստիկան, վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտությունը կատարվում են անվճար։ Դելտա Կլինիկ զանգարեք 500-560 եւ օգտվեք բուժվելու մատչելի հնարավորությունից։ Առողջության թեման էլ շարունակում է օրվա դեղատոմսն իր օգտակար խորհուրդներով։ Բարի լույս, ինչպես յուրաքանչյուր աշխատանքային առավոտ, այսօր եւս մեր ուշադրության կենտրոնում ձեր առողջությունն է։ Իդեպ առողջությունը պետք է աչքի տակ պահել միշտ հետազոտությունների միջոցով, եւ այսօր մենք խոսելու ենք դիագնոստիկայի մասին Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնի մասնագետ Իզաբելլա Մղդեսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ մեզ կներկայացնեք դիագնոստիկայի ընթացքն ու առհասարակ ինչ այն իրենից ներկայացնում։ Այն ներկայացնում է համակարգչային ախտորոշում ողջ օրգան համակարգերի ոտքից մինչև գլուխ։ Նայվում է բոլոր օրգան համակարգերը, հատկապես ողնաշարը, գլխուղեղի անոթավորումը, ողջ օրգան համակարգերի նյարդերը եւ ողջ օրգան համակարգերի արյան շրջանառությունը մինչև մազանոթներ։ Այ հատկապես որ հիվանդությունների դեպքում է ցուցված այս հետազոտությանը դիմելը։ Հետազոտությունը բավական մանրակրկիտ է եւ բջջաբանական մակարդակով հետազոտում է ողջ օրգանները, շերտ առ շերտ եւ օրգան առ օրգան։ Այդ հետազոտությունը ցուցված է բոլոր խմբերին, տարիքային 3 տարեկանից սկսված մինչև 90 տարեկան։ Իսկ ինչ հաճախականությամբ կարելի է դիմել այս հետազոտությանը։ Այս հետազոտությունից կարելի է օգտվել տարին 2 անգամ պարտադիր բոլոր առողջ մարդկանց եւ թեթևակի գանգատների ժամանակ եւ կարելի է նաեւ կատարել այս ստուգումը որևիցե բուժման ընթացքից հետո։ Այսինքն մենք բուժում ենք կատարում որևիցե մասնագետի մոտ եւ կրկնում ենք մեր հետազոտությունը համեմատելով ինչ փոփոխություն կա տվյալ օրգան համակարգում, որտեղ մեզ մոտ կար որևիցե շեղում։ Մեզ կներկայացնեք այս հետազոտության ընթացքը։ Ընթացքը բավականին հեշտ է, պացիենտը կիսապարկած վիճակում է գտնվում եւ միացվում է որոշակի դատչիկներ, այդ դատչիկները ստուգում են ողջ օրգան համակարգերը, նույն ժամանակամիջոցում ստուգվում է նաեւ զարկերակային ճնշումը, պուլսը, հաճախականությունը սրտի եւ թթվածնային հագեցածությունը ամբողջ արյան։ Այսինքն մենք որոշակի ցուցումներ ենք ստանում տվյալ անձի առողջության մասին։ Իսկ այդ բուժում նշանակելու համար արդյոք այս մի հետազոտությունը կբավականացնի։ Ոչ, իհարկե ես խորհուրդ կտամ անպայման լաբորատոր հետազոտություններ նաեւ, արյան ընդհանուր քննություն, մակարդելության անալիզներ եւ որոշակի անալիզներ, որոնք խորհուրդ կտան նեղ մասնագետները։ Դուք նշեցիք նաև գանգատների թեթև առկայության դեպքում անգամ դիմել հետազոտության, իսկ որոնք են այդ գանգատները, օրինակ չգիտեմ, գլխացավ կամ ինչ գանգատներ պետք է մարդն ունենա, որ որոշի դիմել։ Սա այն հետազոտությունն է, որին դուք կարող եք դիմել բացարձակ առանց գանգատների, որովհետև մենք ունեցել ենք բազում պացիենտներ, որոնք դիմել են մեզ առանց որևիցե գանգատների եւ մեզ հաջողվել է կանխել այդպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը եւ բարձր զարկերակային ճնշումը։ Այսինքն սաղմնավորման հիվանդության սաղմնավորման փուլում հնարավորություն է տալիս բացահայտել խնդիրը։ Այո, բացահայտել խնդիրը եւ կանխել այն։
Շնորհակալություն այսպիսով հիշենք ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, իսկ դրա համար պետք է պարզապես ժամանակին հետազոտվել։ Շարունակեք մեզ հետևել, քիչ անց կրկին կմիանանք։ Այո, ժամանակին հետազոտվեք, որպեսզի բժիշկին հետո բուժվելու կարիք հետագայում չունենաք։ Իսկ մենք այժմ ծանոթանանք միանանք եղանակին, ծանոթանանք եղանակի տեսությանը, որպեսզի իմանանք, թե ինչ հագուստով տանից դուրս գանք։ Բարի լույս, Մարի։ Բարի առավոտ։ Կարծես թե անձրևները դադարեցին եւ արև է շողում։ Այո, այսօր սպասվում է չնայած անպամած, բայց առանց ստեղումների եղանակ։ Արդեն արև ենք միայն տեսնելու։ Դեռևս այո։ Շատ լավ, Մարի, շնորհակալություն, լսում ենք քեզ։ Շնորհակալ եմ։ Հանրապետության տարածքն այսօր կգտնվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ամենուրեք կդիտվի առանց ստեղումների եղանակ, սակայն օրվա ընթացքում փոփոխական անպամացությունը շրջանների զգալի մասում կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի։ Եղանակը կտաքանա ևս 1-ից 2 աստիճանով։ Արցախում Ստեփանակերտ քաղաքում գիշերը կլինի 5, ցերեկը մինչև 13 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում տաք է եւ առանց ստեղումների։ Մեղրիում գիշերը սպասվում է 6, ցերեկը 17, Կապանում գիշերը կլինի 4, ցերեկը 19, Գորիսում գիշերը կրկին 4, ցերեկը մինչև 13 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում ջերմուկում գիշերը սպասվում է 1, ցերեկը 8, Եղեգնաձոր քաղաքում գիշերը կլինի 6, ցերեկը մինչև 16 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում, Մարտունիում, Գավառում եւ Սևանում գիշերը կլինի 1-ից 2, իսկ ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքում գիշերը կլինի 0, ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը կլինի 3, ցերեկը մինչև 10 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում տաք է եւ առանց ստեղումների։ Արարատի մարզում, Արարատ եւ Արտաշատ քաղաքներում գիշերը սպասվում է 6-ից 7, իսկ ցերեկը մինչև 15 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում, Արմավիր եւ Վաղաշապատ քաղաքներում գիշերը սպասվում է 5, իսկ ցերեկը մինչև 14 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքում գիշերը կլինի 7, ցերեկը 15, Ապարանում գիշերը կլինի 1 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում եղանակը կայուն է։ Իջևանում գիշերը սպասվում է 4, ցերեկը 15, Դիլիջանում գիշերը 2, ցերեկը մինչև 14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, Վանաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 4, ցերեկը 14, Տաշիրում գիշերը կլինի 1 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում, Գյումրիում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն, Աշոտսկում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն։ Երևանում այսօր նույնպես ստեղումներ չեն սպասվում։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 668 մմ սնդիկիսյուն է։ Օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 60%։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում, Կենտրոնում եւ Ավանում գիշերը կլինի 5-ից 6, իսկ ցերեկը 12-ից 14 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը, ձեզ բարի աշխատանքային օր։ Անի Կարեն։ Շնորհակալություն Մարի, քեզ եւս ցանկանում ենք հաճելի աշխատանքային օր եւ անցնում առաջ։ Շնորհակալություն Մարի։ Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաներին անպայման քնելուց առաջ հեքիաթ կարդալ, ապացուցված է, որ դա երեխայի խոսքի ճիշտ զարգացման գլխավոր գրավականն է։ Իսկ այն երեխաները, որոնց ծնողները ժամանակ չեն գտնում կամ կարևոր չեն համարում երեխային հեքիաթներով քննացնելու համար որպես կանոն, ավելի ուշ են սկսում խոսել։ Մասնագետները նշում են, որ եթե ծնողները խոսում են իրենց երեխաների հետ, բայց հեքիաթ չեն կարդում, ապա երեխան չի կարողանում ամբողջական արտահայտություններ լսելիս միանգամից ընկալել դրանց իմաստը։ Իդեպ սոցիոլոգները վստահեցնում են, որ այդպիսի երեխաների թիվն օրեցօր ցավոք աճում է։ Երիտասարդ ծնողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ավելի քան 50%-ը երեկոյան աշխատանքից ու տնային գործերից հետո այնքան հոգնած են լինում, որ ուժեր չեն ունենում անգամ երեխայի հետ պարզապես շփվելու։ Ուր մնաց հեքիաթ կարդալու։ Միայն մայրիկների ու հայրիկների 43%-ն են նշել, որ պարբերաբար ոչ միայն շփվում, այլև հեքիաթներ է կարդում երեկոյան։ Այս ընթերցանությանը շատ կարևոր է ժամանակ հատկացնելը։ Մասնագետները նաև վստահեցնում են, որ խոսքի նորմալ զարգացման համար երեխան պետք է ժամում 2000 բառ լսի։ Կարելի է դայակ վարձել, արագ խոսացող ու շատ խոսացող։ Ոչ, պարզապես կարելի է երեխայով զբաղվել։ Երևի թե հայ մայրիկների մեծամասնությանը միանգամից կարելի է լավ դաստիարակների շարքին դասել, քանի որ միայն փոքրիկին կերակրելիս ամեն մի մայրիկ հասցնում է մի քանի հատոր գրքին համարժեք բառեր արտաբերել։ Տատիկներն են շատ մեծ հեքիաթ պատմել, ես հիշում եմ։ Լավ, իսկ երեխային կերակրելու գործում ժամանակակից սեղան աթոռիկների մասին այժմ կպատմի մայրիկներ փոքրիկներ էջոդի։ Գնացինք։
Այնինչ փոքրիկների մասին է, ուրեմն մայրիկների համար է, այնինչը մայրիկների համար է ու փոքրիկների մասին, ուրեմն ամենակարևորն է։ Այս անգամ ամենակարևորներից մեր դիտակետում մանկական սեղան աթոռակներն են, դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Երբ բանից է ճիշտ այդ սեղան աթոռակների կիրառումը։ Կարելի է օգտագործել յուրաքանչյուր պարագայում եւ խաղալու նպատակով եւ կերակրման նպատակով։ Հենց դրա պատճառով մանկական կահույքը ստեղծվում է վառ գույներով, գրավիչ է լինում, որոշակի երաժշտություն է պարունակում, որոշակի խաղալիքներ իր վրա, որ երեխան նույնպես կարողանա խաղալ, զբաղվի։ Ինչքան երկար կարելի է թողնել երեխային սեղանաթոռակին։ Երկար նույն դիրքով բնականաբար չի կարելի մնալ։ Ուզում եմ նշեմ, որ երեխան ինքը կհոգնի նույն դիրքով մնալուց։ Հենց երեխան հոգնեց նույն դիրքով, փորձեց իր դիրքը փոխի, պետք չի պարտադիր երեխային ստիպել նույն դիրքով մնալ։ Հենց այդ ժամանակ էլ ծնողը ինքնուրույն կարող է կողմնորոշվել ու երեխային հանի մանկական աթոռի վրայից։ Մինչև որ տարիքն է կարելի։ Ուրեմն այն տարիքից, երբ երեխան սկսում է ուղիղ նստել, ողնաշարը արդեն իր համապատասխան օրգանական կորություններն է ձևավորում եւ կարողանում է ողնաշարը ուղիղ դիրքում պահել, հենց այդ տարիքից երեխային կարելի է արդեն մանկական կահույքի սովորեցնել։ Հենց երեխան սկսեց քայլել, շարժվել, իր մանկական կահույքը փոխվում է։ Եվ վերջում մի քանի խորհուրդ։ Չի կարելի որպեսզի ավելորդ փշոտ ծայրեր, սուր իրեր լինեն սեղանի վրա, չի կարելի երեխային իհարկե մենակ թողնել երկար ժամանակով ու ընդհանրապես երեխային մենակ չի կարելի թողնել։ Մանկական սեղանաթոռակով թե առանց կարևորը երեխայի առօրյայի ճիշտ կազմակերպումն է։ Իսկ եթե ունեք այդպիսի սեղանաթոռակ, ապա կարևորը ժամանակի զգացողությունը չկորցնելն ու անգամ այդ դեպքում երեխային աչքի տակ պահելն է։ Եթե ինչ-որ բան բաց թողեցիք, ապա հոգ չէ, փնտրեք մեր Շանթի պաշտոնական կայքէջում։ Իսկ հարցերի, առաջարկությունների կամ դիտողությունների դեպքում միացեք մեր Facebook-յան էջին։ Մենք հասանելի ենք ամենուր։ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի աշխատակիցները սպառնում են գործադուլ անել։ Նրանց նստավայր Քենսինգտոնյան պալատի աշխատակիցները դժգոհում են աշխատավարձի կրճատման հնարավոր վտանգի դեմ։ Աշխատավարձի կրճատումն առնչվելու է անձնակազմի այն անդամներին, որոնք աշխատում են պալատի տոմսարկղերում, ինչպես նաև էքսկուրսիաներ են կազմակերպում այցելուների համար։ Թագավորական ընտանիքի նստավայրի աշխատակիցները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն տարեկան մոտ $5,000 համարժեք եկամուտ, իսկ գործատուն սպասվող փոփոխությունները բացատրում է նրանով, որ աշխատանքային օրը նվազելու է և հետևաբար պետք է նվազի նաև աշխատավարձը։ Թե որտեղ կարելի է գտնել սոցիալական արդարություն, գոյություն ունի այն արդյոք առհասարակ և ինչ ջանքեր են պահանջվում նման հասարակարգի ստեղծումը կփորձենք հասկանալ տեսանյութի օգնությամբ։ Դիտենք տեսանյութը։ Ասում են, որտեղ սկսվում է անձնական շահը, ավարտվում է արդարությունը։ Խիստ ծայրահեղ թվացող այս սահմանումը վերջին շրջանում էլ ավելի է շահարկվում։ Եվ քաղաքակիրթ աշխարհում արդարության պակասից բողոքողներն ավելի են շատանում։ Բոլորը դարել են ընդամենը փողի ծառա։ Դա ինչ մաքրության է հանդիպում։ Բայց հիմա կա արդարություն։ Դեռև անարդարություն է։ Կներեք էլի չեմ ուզում ոչ մի բան։ Այս 70 տարվա աթեիզմի շրջանում մենք շատ բան կորցրել ենք, որ վերականգնելու իրավունք ունենք։ Հայր երբեք որբ չեն ունեցել որբանոց։ Երեխաների միշտ մեկի տանը մեծացել են ազգականների։ Ծերանոցներ չենք ունեցել։ Ծերերը հոգացել են ծնողները։ Մուրացկանություն չի եղել ընդհանրապես։ Դա նորագույն բան է, որտեղ սովածին միշտ մի կտոր հաց հասցրել են, որ նա մուրացկան չլինի։ Մենք այդ արժեքները կորցրել ենք և վերականգնելու կարիք ունենք։ Նույնն էլ արդարության խնդիրն է։ Արդարությունը ձեր վերաբերմունքն է քո ծնողներին, հենց քո վերաբերմունքը քո ծնողներին, քո վերաբերմունքը քո երեխային։ Արդար եւ հավասար լինելու գաղափարը մարդու ներքին ցանկությունն է, թե դրսից պարտադրված մի բան։ Տարբեր իրավիճակներում մեզ անարդարացի պահելով արդարանում ենք այլ անարդարությունները մատնացույց անելով։ Փոխարենը ավելացնում աշխարհում առանցային էլ շատ անարդարությունների թիվը։ Ինչքան ասում ես նյութական պաշտության, այնքան անարդարությունը շատանում։ Ամենամեծ օրինակը մեր կանայք ավելի շատ նմանվել են տղամարդկանց, որը այլանդակություն է, այս տղամարդիկ նմանվում են կանանց, որը ավելի մեծ այլանդակություն է։ Հենց սոցիալական անարդարությունների վերջնական արդյունքը մարդու դեգրադացիան է, այսինքն աննորմալ վիճակ ենք իջնում ենք։
Մենք բողոքում ենք այլոց անարդար աշխատանքի ընդունելուց, բայց երբ բանը հասնում է մեզ, մենք էլ դեմ չենք լինի։ Մենք բողոքում ենք ուրիշների կաշառք տալ վերցնելուց, բայց երբ բանը հասնում է մեզ, ուրիշների նման վարվում ենք նաև մենք։ Ու այսպես ամեն օր ու ամեն օր էլ բողոքում կյանքի անարդար լինելուց։ Լրիվ անարդարություն է, կներեք էլի չեմ ուզում ոչ մի բան։ Ամենակարևորը սեփականության իրավունքների պաշտպանության առումով մենք 109-րդ տեղն ենք մոտ 170 երկրներում։ Ու կան ցուցանիշներ, որոնք իհարկե մեզ շատ են տխրեցնում, դա որքանով եք բավարարված ձեր կյանքով։ Մենք 172-րդն ենք, այսինքն այն արդարությունը, որը պետք է մեզ բերի բարեկեցություն, երջանկություն եւ այլն, այս արդյունքը չի տալի։ Ուրեմն մենք խնդիրներ ունենք լինել ավելի արդար, ուրիշների նկատմամբ, դա միայն դատարանը չի։ Այն, որ Հայաստանը արդար երկրների ցանկում այնքան էլ պատվաբեր տեղում չէ, մեզ համար բացահայտում չէ, եւ դա կախված է ոչ միայն երկրից, այլև մեզնից յուրաքանչյուրից։ Ավելի արդարադատ համարվող երկրները այդպիսին են միայն բնակիչների շնորհիվ։ Այո, այդպիսի երկրներ էլ կան, ու դրանք քիչ չեն։ Կղզային բոլոր կուրորտային երկրները, Վանուատու, Տուվալու, Գայբը եւ այլն, որտեղ կյանքը էժանանախ, կլոր տարի նույն ջերմությունն է, կլոր տարի բերքատալի բանանը, մեծ ծառայությունների կարիք չի լինում։ Դրա համար մի վարկանիշով ամենաերջանիկ ազգերը 10-ից 9 եղել են կղզիային երկրները։ Եվ մարդիկ այնտեղ բարի են ավելի մոտ են, ավելի կամեցող են, ավելի օգնող են, քան այլ երկրներում։ Իսկ ամենաանարդար ոլորտները, այո, դուք ճիշտ եք, որտեղ շատ է փողը, այնտեղ քիչ է արդարությունը։ Որտեղ կա հնարավորություն եկամուտ ստանալ առանց աշխատանքի, օգտագործելով պաշտոնական կամ այլ լծակը, այնտեղ ռիսկերը մեծանում են։ Դա մաքսային, հարկային տեսություններ են, դատարանն է, ոստիկանությունն է։ Դա բանկային համակարգն է, որտեղ ինչ-որ բան է ակնկալիք ունես ստանալու եւ այլն։ Ու որքան աշխարհում շատանում է փողի դերը, այնքան բարձրանում է անարդարության մակարդակը, բայց անգամ այս դեպքում ու այս պայմաններում չմոռանանք, խիղճը օրենքների օրենքն է։ Իրինամ Կրչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը Շանթում։ Իսկ մեր եթերում արդար գովազդը։ Կոմերցիոն դադար մեր եթերում։ Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ 15 ամսական երեխան արդեն հստակ պատկերացումներ ունի արդարության մասին եւ կարող է անսխալ տարբերել շրջապատի անարդարությունները։ Որքանով է ճիշտ անարդարության հետ համակերպվելը կամ պայքարի որ գործիքները կարող են հակառակ ազդեցություն ունենալ, կփորձենք պարզել այսօրվա մեր հյուրի հետ զրույցի ընթացքում։ Մեր տաղավարում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը, բարելույս պարոն Հովհաննիսյան։ Բարելույս ձեզ, շնորհակալություն, որ մենք խոսում ենք արդարությունից, առհասարակ սոցիալական արդարությունից, ինչ է սա իրենից ներկայացում, եթե փորձենք մի փոքր ավելի հանրամատչելի այն ներկայացնել։ Երևի երկու ըմբռնումներ կարելի առանձնացնել։ Օստենսիվ կամ առարկայական, երբ որ մատնացույց ենք անում, ասում ենք, այս առարկին համապատասխանում է այս հատուցումը կամ այս խրախուսանքը, այդ դեպքում մի քիչ ավելի հեշտ է հանրային գիտակցության համար կողմնորոշվելը։ Բայց երբ փորձում ենք սահմանադրության հիմքում դնել, օրենսդրական մշակումների հիմքում դնել, կարծում եմ, որ բավականին բարդ, բավականին տարողունակ, բովանդակապես հարուստ երևույթ է։ Սոցիալական արդարության գաղափարը ինքներդ էլ կնկատեք, որ բոլոր գրեթե հեղափոխությունների դրոշների վրա եղել է։ Գրեթե բոլոր սահմանադրական փաստաթղթերում կա։ Մենք էլ ունենք, չէ՞, առաջին հոդվածը սոցիալական պետություն է։ Այդ սոցիալական պետություն հասկացությունը ունի նաև բաղադրիչ սոցիալական արդարության իմաստով։ Բայց պարզվում է ոչ բոլոր դեպքերում է, որ դե յուրե եւ դե ֆակտո երևույթները համապատասխանում են։ Եվ թերևս կարելի է հավերժական խնդիրներից մեկը համարել սոցիալական արդարության ֆենոմենը, որտեղ ունի նաև կոնկրետ պատմական մեկնաբանություններ։ Մի դեպքում ստրկատիրական հարաբերությունները արդարացի կարող են համարվել, մյուս դեպքում դրանք անմարդկային եւ անարդարացի պատմական շրջանները նկատի ունեմ ես։ Մի դեպքում մահապատիժը արդարացի պատիժ կարող է դիտվել, մի հասարակության համար ընդհանրապես այդ մասին մտածել անարդարացի։ Այնպես որ սոցիալական արդարությունը ըմբռնումների մի հետաքրքիր դաշտել ունի, չգիտեմ հեռուստադիտողին կամ ձեզ որքանով դա կհետաքրքրի փիլիսոփայական տեսակետից, բայց եթե հետաքրքիր որոշ մեկնաբանություններ կառաջարկեմ ձեզ։ Դեռ հնուց օրինակ նկատել էին, որ սոցիալական արդարության երկու ըմբռնումներ կան՝ հավասարեցնող արդարություն եւ տարբերակող արդարություն։
Հավասարեցնող արդարությունը պնդում է, որ բոլոր մարդիկ հավասար են իցն է եւ հնարավորությունների առումով եւ պարզում է ոմանք պնդում են, որ բաշխման կամ նյութական բարիքներից օգտվելու առումով եւս պիտի հավասար լինի։ Սա սոցիալական հասարակարգում ինչ որ այսպես խորհրդային հասարակարգում ինչ որ նկատում ենք, դա է։ Բոլոր հասարակություններում գրեթե որոնք ունեն սոցիալական լինելու կարգախոսը, այդ հավասարության սկզբունքի մասին պնդում կա։ Բայց բարձում է կան նաև տեսակետի հակառակորդներ եւ նրանք էլ փաստարկներ ունեն, որ հավասարեցումը բերում է նաև ստագնացիա, որոշակի լճացման հասարակության մեջ, որովհետեւ մարդը երաշխիքներ ունի, որ առանց իր ջանքերի էլ ինքը հավասարապես կօգտվի հնարավորություններից։ Եվ կան տեսաբաններ, որոնք պնդում են, որ բաշխման առումով չպետք է հասարակությունը հավասար միջոցներ տա իր անդամներին։ Եթե մեկի ջանքերն ավելի շատ են, ավելի օգտակար են նրա մասնակցությունը գործերին, ծրագրերին իրականացվող հասարակական շահավետ ծրագրերին, ուրեմն նրա նկատմամբ պետք է ավելի շռայլ լինի։ Անկամ բանաստեղծական իմաստով էլ, որպեսզի ավելի հասկանալի լինի, հիշենք Սևակի հայտնի դրույթ էր, ասում էր մարդ կա աշխարհն է շալակաստանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի։ Արդյոք հասարակությունը այս երկու մարդու նկատմամբ պետք է նույն վերաբերմունքը դրսևորի, թե տարբերակված պետք է լինի։ Ոնց հասկացա, դուք ավելի շատ երկրորդ տեսանկյունի տեսակետի կողմնակիցն եք։ Իդեք կարելի է նաև այդ իմաստով ֆրիկին էլ իշատակել, երբ ասում էր ինքը տեսեք հավասարություններ, չէ, փորձում գովաբանել, մեկին 1000 ջի ու ջորի, մեկին ոչ ուր մի մաքի, մեկին 1000 դեկան ոսկի, մեկին ոչ փող մի պղնձի, այսինքն գտնում էր, որ այնուամենայնիվ այս հավասարությունն էլ է պետք։ Եվ մի հետաքրքիր երևույթ կա, հակասական տեսակետները լրացուցության սկզբունքով գալիս են իրար լրացնելու։ Միակողմանի եւ ծայրահեղ կլներ դրանցից մեկը գերագնահատել, մյուսը թերագնահատել։ Իհարկե հնարավորությունների առումով հավասարության գաղափարը մարդասիրական է, դրվատելի է, բայց երբ խոսքը վերաբերում է վարձահատույց լինելուն, արարքների դիմաց տրվող վերաբերմունքին, իհարկե տարբերակված պետք է լինի, այլապես հասարակության զարգացման երաշխիքները կկորչեն։ Լավ, մենք քիչ առաջ տեսանյութի մեջ տեսանք, որ Հայաստանը զբաղեցնում է 109-րդ տեղը արդարության ցուցանիշով եւ 172-ը կյանքի բավարարվածության ցուցանիշով։ Այսա որքանով է ըստ որ ֆուտբոլն է, տենց էլ արդարությունը, էլ։ Իսկ հարցումները ցույց են տալիս, որ իրականում մեր քաղաքացիները շատ դժգոհ են եւ ասում են ինչ արդարություն, անգամ չեմ ուզում խոսել դրա մասին եւ այլն։ Փաստորեն, այսպես ինչ է կատարվում։ Ինչքանով է։ Ես քանի որ հետազոտության մեթոդաբանությանը ծանոթ չեմ, երևի դուք նաև դրա մասին եք օգտարել ճշտելու, դուք կասեք թե ինչպես են չափել, բայց չափումներից մեկը կարող է լինել հետեւյալը, թե օրենքի կամ իրավական պետության բաղադրիչները ինչքանով այսօր կան, այսինքն օրենքի առջև ինչքան են բոլորը հավասար։ Ինչքանով աղքատության դեմ պայքարի մենք ծրագրեր ունենք եւ այդ նվազագույն շեմի ապահովման բարեկեցության երաշխիքներ կարող ենք տալ։ Քաղաքացիական հասարակության բաղադրիչների առումով որքանով է մարդը կենտրոնում քաղաքականության, որքանով է նա արժեք հանդիսանում հասարակական ծրագրերի քաղաքական նկարտումների համար։ Չափանիշները տարբեր կարող են լինել։ Ինչքանով է կրթությունը մատչելի, ինչքանով աշխատատեղերի հնարավորություն ունի մարդը, աշխատանքի հնարավորություն։ Հետեւաբար արդարության այդ դրսևորումները արդեն, ինչպես ես ասացի, առարկայական շատ են, բազմաթիվ են։ Իհարկե կարող ենք դրանցից առավել կարևորներ, առանցքայիններն առանձնացնել։ Մեթոդաբանության խնդիրը եւ միայն կարելի է գնահատական տալ այդպիսի հետազոտություններին են դեպքում, երբ որ մեթոդաբանությունը պարզ է, թե ինչ եղանակով են դա ստացել։ Կարող է լինել ձեզ աշխարհում մի այնպիսի հասարակարգ, որտեղ բոլորը գոհ լինեն, որ բոլորը չէ, լավ, մեծ մասը գոհ լինեն, բոլորը երբեք գոհ չեն լինի, ինչքան շատ մարդ, այնքան շատ կարծիք, բայց որ մեծամասամբ այս արդարության, անարդարության եւ այլ այս խնդիրը այդքան մեծ դրված չլինի, որովհետեւ հիմնականում մի հետաքրքիր իրողություն էլ կա, Անի ջան, բոլորն են խոսում արդարության մասին, բայց երբ որ ասում են խնդրեմ, սահմանեք ձեր ըմբռնմամբ, ինչ բան է արդարությունը, կտեսնեք ինչքան տարբերություններ կան։ Դրա համար կան նաեւ մասնագիտական տերմիններ օգտագործել, օբյեկտիվիստական ընկալումներ, երբ որ մարդը գտնում է, որ իր արարքը համապատասխանում է հասարակության կողմից դրվատված մոդելին, նա համարում է արդարացի, այսինքն հասարակությունը դա ընդունեց։ Բայց կա նաև ինդիվիդուալիստական, սուբյեկտիվիստական ըմբռնում, որի դեպքում սուբյեկտը արհամարած ունի հասարակական կարծիք եւ ասում է, եթե իմ խղճի հանդեպ ես մաքուր եմ եւ գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել, թող բոլորը մտածեն, որ սխալ եմ վարվել, բայց ես արդարացի եմ, որովհետեւ իմ խիղճը հանգիստ է։ Սա էլ հետաքրքիր ըմբռնում է, հետեւաբար բոլորին մի հավասար գծի վրա դնել եւ ասել, որ արդարության սկզբունքը սա է բոլորի համար միանշանակ ընկալելի, իհարկե չի լինի, բայց կա նաեւ հանրային կարծիքի իրողություն, որտեղ մենք գործ ունենք մեծամասնության կարծիքի հետ։ Կարող ենք մենք դեմ լինել այդ կարծիքին, կարող ենք համաձայն լինել, բայց ինչպես ասում էր, առանց դրա լինել չենք կարող, պիտի հաշվի առնենք։
Ինչպես բոլորս գիտենք, մենք ծնվում ենք ընտանիքում եւ շատ բան, որ հետո ինչի կրողը դառնում ենք, ստեղծվում է ընտանիքում, հետո սոցիումում փոխվում է որոշ բաներ եւ այլ, այլ ինչպես, բայց դուք եւս նշեցիք, որ յուրաքանչյուրի համար արդարությունը մի տեսակ ունի, հա, անգամ ընտանիքում 4 հոգանոց յուրաքանչյուրն իր տեսակն է պատկերացնում արդարության, այլ ինչպես ծնողը վարվի, որպեսզի հետո առողջ երեխա տա հասարակությանը, ով որ քիչ թե շատ կկարողանա այս սոցիումում իր ճիշտ տեղը գտնել եւ սեփական այսպես արդարության տենչը շատ չի տարբերվի։ Երեխային այդ Որն է մեր սխալը, ինչն է խնդիրը, որ հետագայում ունենում ենք այս կանգնում ենք այս խնդրի առջև։ Ընտանիքներն էլ տարբեր են, ճիշտ եք նկատում, ինչպես եւ մարդիկ, այնպես էլ ընտանիքները։ Մի ընտանիքում նյութական բարեկեցությունը կարող է լինել չափանիշ եւ դրան հասնելու միջոցները կարող են խտրականություն չառաջարկել միջոցների առջև։ Մյուս դեպքում ինչքան էլ նպատակը գրավիչ լինի, հանուն դրա կիրառվող միջոցները չեն կարող արդարացվել։ Մի հայտնի բանաձև կա, որ նպատակը ոչ թե արդարացնում է, ինչպես Մաքիավելին կպնդեր, այլ հուշում է այն միջոցները, որով պետք է հասնել նպատակին։ Եվ կարծում եմ, որ այստեղ եւ մանկավարժական եւ աշխարհայացքային փիլիսոփայական թրծվածություն է պետք, որպեսզի կարողանանք մենք ընտանիքներում ճիշտ դաստիարակել։ Բայց կա նաեւ մի հայտնի իրողություն, որ կրթության գործը չպետք է թողնել ամեն մի ընտանիքին։ Սա վտանգավոր իրողություն է։ Կրթության գործով պետք է զբաղվել փորձառու, որոշակի կարգավիճակ ունեցող, որոշակի պատկերացումներ ունեցող մարդիկ, որոնք լավ կարող են համադրել հասարակական շահը եւ անհատական շահը, որտեղ կարող են բացատրել երեխային, որ քո շահը հանգում է նաեւ ճիշտ մեկնաբանելու դեպքում ընտանիքի ընդհանրական շահին։ Եթե ընտանիքը բարեկեցիկ է, ընտանիքի երջանիկ է, դու էլ երջանիկ կլինես։ Անհատական երջանկությունը տարաբախտ միջավայրում հնարավոր չի։ Այս իրողությունների համար իհարկե կարծում եմ, որ մենք կրթական համակարգում բավականին լուրջ փոփոխությունների, բավականին լուրջ շտկումների կարիք ունենք եւ մի ծրագիր կա, որ իմ գոլեգաները մանկավարժական համալսարանում մշակում են, նրանք փորձում են առաջարկել փիլիսոփայություն բոլոր տարիքների համար, մանկապարտեզից սկսած։ Ինչ է բարին, ինչ է չարը, որ դեպքում արդարացի կլներ ինչպիսի լուծում։ Ընկերոջը պետք է օգնել թե սեփական մաշկը փրկել, կաշին փրկել, որոշակի կոնկրետ իրավիճակներում։ Այս առակների լեզվով, հեքիաթների, կոնկրետ իրավիճակների մեկնաբանության մեթոդաբանությունը շատ կարևոր է, որովհետեւ փոքր տարիքից երեխայի մոտ եւ քաղաքացիական դիրքորոշում մշակել եւ արդարության զգացում եւ հանուն այդ արդարության պայքարելու նաեւ մեխանիզմների միջև տարբերակում դնելու կարողություն։ Հենց որ բավականին բարդ հարցեր եք այսօր պատրաստել փիլիսոփայական։ Այս մասին ավելի մանրամասն կոմերցիոն դադարից հետո։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն են ձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Մենք վերադարձանք, հարգելի բարեկամներ, մեր տաղավարում մենք զրուցում ենք փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի հետ, խոսում ենք սոցիալական արդարությունից։ Այո, խոսում ենք սոցիալական արդարությունից, պարոն Հովհաննիսյան, դուք ասացիք, որ կա այժմ մշակված մի նոր ծրագիր, որը փոքրուց, հենց մանկապարտեզի տարիքից արդեն երեխաներին ինչ-որ կոնկրետ ուղղվածությամբ է տանում, ես ճիշտ եմ։ Անջան, եթե խոսքը վերաբերում է եվրոպական կրթական համակարգին, այնտեղ վաղուց կա օրինակ ֆրանսիական իրականության մեջ։ Մենք առայժմ նոր ենք սկսել այդ գաղափարը մշակել, առաջին հրապարակումներն են արդեն եղել մասնագետների կողմից, բայց այդ ծրագիրը հավանության է արժանացել նաև մեր գիտության պետական կոմիտեի կողմից եւ որպես մի մեծ ծրագրի ենթածրագիր
առաջիկայում կարծում եմ մի տարվա ընթացքում որոշակի զգալի արդյունքներ կլինեն։ Մեզ դպրոցներում սովորեցնում են մեզ բոլորիս, դպրոցում սովորեցնում են գրել, կարդալ, գումարել, հանել, հաշվել, չգիտեմ, տարբեր բաներ, սակայն հասարակության մեջ դրսևորվելու այսպես վարքականոններ կարծես թե չեն սովորեցնում։ Սա պիտի մենք սովորենք ինքնուրույն, թե սա որոշակի բաց է, որը պիտի լրացվի, ինչպես եք դուք կարծում։ Իհարկե կարծում եմ սովորեցնում են։ Խնդիրն այն է դա արվում է բացահայտ, թե անում է համատեքստային, ենթատեքստային միջոցները, որովհետև հեքիաթ կարդալը ինքնանպատակ չի, մենակ երեխային քնեցնել չի նշանակում, այլ նաև որոշակի արժեհամակարգ դիրքորոշում մշակել։ Պապն ու Շահկամը հայտնի այդ պատմությունը պատմելը մենակ չի նշանակում ժամանց, այլ նշանակում է նաև տրամաբանական որոշակի կարողությունների զարգացում, համատեղ աշխատանքի լծվելու պատրաստակամություն։ Հետևաբար այդ ամենը խնդիրն այնպեսին է, դա արվում է աննկատ արտաքին հայացքից, թե մի քիչ ավելի խորքային ձևով, այնպես որ կարծում եմ արվում է, խնդիրն այն է լավ է արվում, թե վատ, բավարար է արվում, թե ոչ բավարար, կարծում եմ ոչ բավարար։ Այո, առաջի արդարության առաջի դրսևորումները մենք իրականում իմանում ենք հեքիաթներից, բայց նույն տեսեք անին հարց տվեց դպրոցների մասին, նույն դասատուն, երբ որ չի գտնվում անաչառ եւ ասենք մի երեխային գնահատումը ոչ ըստ արժանվույնի, այսինքն ինչ որ սուբյեկտիվ պատճառներով մնացած երեխաները արդեն տեսնում են, որ դա արդար չի, այսինքն ոնց արվի դա։ Երբեմն այո, տեսությունը, այն ինչ որ մենք սովորեցնում ենք եւ պրակտիկան միշտ չի որ համապատասխանում են, բայց պետք է այդ մասին էլ խոսել։ Ասել, որ կան իդեալներ, որին մենք ձգտում ենք, իսկ իդեալը դեք մի քիչ գուցե փիլիսոփայական կհնչի, բայց իդեալ է կոչվում հենց նրա համար, որին ձգտում ենք ու դեռ չենք հասնում։ Եթե մենք հասել ենք այդ բնագծին, իդեալը դադարում է իդեալ լինելուց։ Հիմա խնդիրը սոցիալական արդարությունը կարծում եմ, որ այն իդեալներից մեկն է, որ մարդկությանը առաջնորդել է եւ դեռ առաջնորդելու է։ Հետեւաբար մենք անընդհատ մոտենում ենք այդ երազանքին, բայց միշտ էլ մոտենալով ունենում ենք որոշակի դժգոհություններ, որ այնուամենայնիվ որոշ հատվածներ դեռ պիտի շտկել, դեռ էլի պիտի քայլեր անենք։ Կյանքի դրամատիզմը դրանում է։ Իսկ եթե կրթելու այսպես հնարավորությունը պիտի յուրաքանչյուր ընտանիքի վրա դրված չլինի, եթե լավ, դրված չէ, եկավ դպրոցում եւս նա չի գտնում այն իդեալը, հա, որի հանուն որի գնա առաջնորդվի, ինչ որ բաներ սխալ է լինում եւ այլ, որտեղ փնտրի իրեն քաղաքացին անհատը երեխան, որպիսի ճիշտ դրսևորվի, հա, ճիշտ կարողանա գտնել իրեն այս հասարակության մեջ։ Հասկացա, որպեսզի սխալ չընկալվի մեկնաբանությունը, չի կարելի ասել ընտանիքները ձեռնպահ մնան կամ ընդհանրապես չմասնակցեն այդ գործին։ Խնդիրն այն է, որ դեռ Պլատոնն էր նկատում, որ այդ ատոմար մոտեցումը կրթությանը, որ ամեն մեկը իր երեխային կկրթի իր տարբերակով, ճիշտ չի։ Համահասարակական չափանիշներ կան, որին տիրապետողները խելացի փորձառու մարդիկ են, ունեն դիպլոմներ, ատեստացիա են անցել։ Խոսքը սրան է վերաբերում եւ ընտանիքն ու դպրոցը, ընտանիքը եւ կրթական հաստատությունները պետք է ներդաշնակվեն, պետք է միմյանց լրացնեն անպայման։ Այլապես երբեմն այո լինում է, որ դպրոցում մի կրթություն են տալիս, ընտանիքում մեկ այլ արժեհամակարգ են առաջարկում։ Այդ կոնֆլիկտը երեխային ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում եւ նա անձնել է երբեխվում։ Մի դեպքում կարող է դերասանական խաղի մեջ մտնել, հասարակական արժեքներով դրսևորել, բայց երբ որ մնում է ինքն իր հետ, կարող է նաեւ հակաօրինական անգամ հանցագործ գործունեության գնալ։ Հետեւաբար խնդիրը դրանց ներդաշնակեցման մեջ է։ Իսկ կարող ենք ասել, որ կան ազգեր, որոնք այսպես արդարության տենչով ծնվում են, հա, կարող ենք մեզ դասակարգել այդ ազգերի շարքում, որովհետև մենք չխորանանք պատմության, հա, այսպես էջերը չթերթենք, բայց կարծես թե պիտի որ այդ տենչով արթնանանք յուրաքանչյուրս այսպես։ Ես դժվարանում եմ համեմատել ազգերին այդ տեսակետից, այստեղ էլ մասնագիտորեն խոսելու համար լուրջ ուսումնասիրություններ են պետք, բայց որ հայի հոգու խորքում արդարության սկզբունքը կա եւ մեր ինքնության իրողություններից մեկն է, դրա մասին խոսում է թեկուզ այն, որ մենք մինչև հիմա 100 տարի անցել պայքարում ենք ցեղասպանության հետևանքների վերացման, դրա ճանաչման համար, այդ բաղադրիչը մենք ունենք անշուշտ։ Եվ դա լավ է եւ կենցաղում, եւ ներ քաղաքական եւ արտաքին քաղաքական հարաբերություններում, եթե այդ իդեալները, որին քիչ առաջ ասում էի, ձգտում ենք եւ դեռ կարծես թե չենք հասնում, եթե դրանք չլինեն, անիմաստ կլինի նաեւ կյանքը։ Հետեւաբար արդարությունը, ինչպես ժողովրդավարությունը, ինչպես հավասարությունը, մարդասիրական այդ արժեքները, այն ուղենիշներն են, այն փարոսները, որին հասարակությունը միշտ ձգտում է։ Այլ բան է, որ մենք այսօր շատ խնդիրներ ունենք այդ ճանապարհին հասնելու համար։ Մեր դատական համակարգում արդյոք որոշումներն արդարացի են, թե ոչ, համապատասխանում են բարոյական նորմերին, թե ոչ։ Մեր քաղաքական լուծումները ինչքանով են արդարացի, ինչքանով են հասարակական շահին համապատասխանում, թե առանձին խմբի շահերի են համապատասխանում, սրանք լրիվ այլ քննարկման կամ այս կոնտեքստում քննարկման առանձին թեմաներ են, որոնց մասին արժի առանձին հաղորդումներ ու կոնֆերանսներ, քաղաքական քննարկումներ կազմակերպել, բայց մի քիչ պատմեք էլի քաղաքական անարդարությունից, մի քիչ խոսենք։ Ինձ թվում է, որ
առավոտ շուտ չարժի ծանրաբեռնել հասարական կարծիքը, բայց կարելի է խոսել արդար իրողություններից։ Գիտեք, երբ ազատամարտի երկու մասնակիցներ են, մեկը ընդհանրենք ունի հնարավորություն հասարակության մեջ դիրք, մյուսը արհամարված է, որովհետև ինքն իրեն ներկայացնելու այդ ագրեսիա ասեմ, թե ակտիվություն ասեմ չունի, կարծեք թե հասարակությունը այստեղ անելիք ունի, քաղաքական մարմինները, հասարակական կազմակերպություններն անելիք ունեն։ Եվ ի վերջո կարծում եմ, որ վստահ եմ, որ քաղաքացիական հասարակության կայացումը այն կարևոր երաշխիքներից է, որը բերելու է արդարության չափանիշի երաշխավորմանը, որովհետև հայտնի մի իրողություն կա, գիտեք, օրենքները ինչքան էլ արդարացի լինեն, եթե այդ օրենքները չեն գործում, եթե հանուն դրա քաղաքացին ակտիվ չի պայքարում, այդ օրենքները չեն աշխատում, դրանք մնում են զուտ որպես ձև։ Քրիստոսի ծննդից առաջ 5-րդ դարում մի խելացի փիլիսոփա կար Հերակլիտ անունով, նա իր քաղաքի համար օրենքներ էր գրում, բայց ասում էր, եթե քաղաքացին օրենքի համար չի պայքարում նույն եռանդով ինչ իր քաղաքի պարիսպների համար, այդ քաղաքը այն արժեքը չի, որի համար արժե զոհողությունների գնալ, ներսից է փլուզված։ Հետևաբար այդ իմաստով զգացումը սոցիալական արդարության մեր գործողությունների, մեր վարքի ուղղորդման կարևոր արժեհամակարգերից մեկն է։ Վստահ եմ, որ մենք հայերս ունենք, երբեմն դա մի քիչ սուբյեկտիվացվում է սոցիալական արդարությունը մեր ընկալումներում, որովհետև իմ սուբյեկտիվ գնահատմամբ հայերս հոգեխառնվածքի տեսակետից անհատապաշտական խառնվածքի տեր մարդիկ ենք։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է օրինակով բացատրեմ, որ հասկանալի լինի։ Դա նշանակում է ամեն մեկ իրանից անհատականություն ներկայացնում է, թե ոչ դա կարևոր չի, բայց որ տեղում նստած ամեն մեկն իրեն աշխարհի առանցք է երևակայում, դա անգամ անեկդոտների մեջ կա, չէ՞, ասում ենք, որ ամեն առավոտյան քնից արթնանում եւ իր առօրյա գործերին է շտապում հանրապետության առնվազն 3 միլիոն նախագահ, համատեղության կարգով 1.5 միլիոն էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Հետևաբար մեր ազգային ըմբռնումներում կարծում եմ արդարությունը հաճախ անհատականացվում է, սուբյեկտիվացվում է։ Դա լավ է թե վատ դժվար է ասել, բայց որ հանրային կառավարման հարցերում, խնդիրների լուծման պարագայում պետք է դրանից ճիշտ կարողանանք օգտվել, աշխարհում չի լինում միանշանակ լավ կամ վատ երևույթ։ Մեր էությունն է, ուստի մեր տնտեսությունը ինչքանով է համապատասխանում մեր հոգեխառնվածքին։ Մենք արդյոք հնարավորություն տալիս ենք, որ յուրաքանչյուր իրեն աշխարհի առանցք երևակայող հայը ունենա իր տնտեսության փոքրիկ հնարավորությունը տնտեսություն վարելու։ Ինչքանով ենք մենք հնարավորություն տալիս ինքնաարտահայտման համար արվեստի մեջ, քաղաքականության մեջ, թե ընդհակառակը փորձում ենք բոլորին մի կոլեկտիվացման այդ հոգեբանությամբ ինչ-որ մի ուղղությամբ տանել, այնպես որ սրանք էլ արդարության հետ կապ ունեցող արդեն քաղաքական արձագանքներն են, իրավականի կողքին, սոցիալ-տնտեսականի կողքին, որոնք եւս բաղադրիչ են սոցիալական արդարության գաղափարի, որը այսօր դուք թեման դրեցիք։ Գուցե, գիտեք, այստեղ ասացիք ընթացքում մի բան մեջս առաջացավ, գուցե պատճառը այն իրողության, որով մենք ունենք, նաեւ մեզնից է, որովհետեւ հայերս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սիրում ենք միայն նստել ու մեծ-մեծ խոսել, այս արդար չի, այս լավ չեղավ, բայց ոչ մեկ չի ուզում իրենից սկսի։ Գուցե մենք ինքներս քաղաքացի որպես ակտիվ չենք եւ չենք ձգտում արդարության մեր, չգիտեմ, ընկերոջ նկատմամբ, ուր մնաց խոսում ենք մեծ լուրջ բաների ու հետաձգում ենք մեր պետության կայացում։ Գուցե այս անցումային շրջանում ժողովրդի դերը շատ ավելի կարևոր է, քան օրենքների եւ այլնի եւ այլն։ Բայց մենք լավ երգեր ենք գրում այդ մասին, աշխարհը մերն է, մերն է, աշխարհը մերն է։ Շատ հետաքրքիր դիտարկում արեցիք, որովհետեւ այստեղ էլ մի ուշագրավ կոնֆլիկտային կամ պարադոքսալ իրողություն կա։ Երբ խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին եւ երբ խոսքը վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, մենք շատ տարբեր ենք։ Ներքաղաքական խնդիրներում իրոք մենք շատ եսակենտրոն ենք մեր մտածողությամբ, էգոիստական ենք, բայց երբ որ վերաբերում է քաղաքական գաղափարական խնդիրներին, օրիենտացիայի հարցի արագ վերացում, չէ՞, ում հետ լինենք, ոչ թե ով մեզ հետ լինի, այլ ում հետ մենք լինենք, որ տնտեսական միության, քաղաքական միության մեջ ենք, սա սոցիալ-հոգեբանական հետաքրքիր իրողություն է։ Բայց ճիշտ եք նկատում, մենք քաղաքացիական հասարակության մասին ավելի շատ խոսում ենք, քան այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնում։ Քաղաքացիական հասարակություն ուզում ենք, բայց քաղաքացի դառնալ չենք շտապում։ Մենք ակտիվանում ենք այն դեպքում, երբ որ խնդիրը վերաբերում է մեր անձին, մեր մաշկին, մեր վերնաշապիկը միշտ մաշկին մոտ է, չէ՞։ Բայց մեր շահերի հարցն է գալիս, նոր մենք դառնում ենք այսպես արդարության ջատագովներ։ Դառնում ենք քաղաքացի, բայց ընդհանուր ճիշտ եք նկատում, ցավոք սրտի այդ իրողությունը կա։
մի հայտնի դրվագ էլ կա, երբ նրանք, ովքեր այս խնդիրը հասկացել են, հապաղում են ակտիվանալ։ Երբեմն էլ մենք շատ լավ է վերջին շրջանում իդեպ քաղաքացիական ակտիվությունները միանշանակ դրվատելի են, միանշանակ գովելի են, բայց ուղղորդվածության առումով, էֆեկտիվության առումով կարծեք թե դեռևս խնդիրներ ունենք։ Սա էլ մեթոդաբանական մտածելակերպի գուցե թերությունն է։ Մենք շատ ենք տուժել նախորդ տարիների ընթացքում անգրագետ ակտիվության արդյունքում։ Իսկ նրանք, ովքեր որ պատկերացնում են խնդիրը, չեն շտապում ակտիվանալ։ Մտածում են, որ երբ որ իրանց կհրավիրեն, երբ որ իրանց հետ կապված կլինի այդ խնդիրը, նոր կակտիվանան։ Սրանք էլ վտանգավոր չասեն, ոչ հեռանկարային իրողություններ են, եւ այս երկու կարևոր իրողությունները, իմացությունը եւ ակտիվությունը, հենց որ համադրեցինք, մենք ունենանք լուրջ արդյունքներ։ Ինչ պետք է արվի։ Իհարկե կրթությունից պետք է սկսել։ Մի սերունդի մեջ հնարավոր չի կարդինալ արմատական փոփոխություն։ Իհարկե փոփոխությունները հնարավոր են, բայց պետք է սկսել մանկապարտեզի կրթությունից, քաղաքացիական կեցվածքը, սոցիալական արդարության, իրավական պետության, ժողովրդավարության արժեքների ավանդումը։ Դա պետք է արվի պետական պաշտոնյաների մոտ, հիմա օրինակ քաղաքծառայության վերապատրաստման կուրսերում եւս այդպիսի բաղադրիչներ են դրել։ Դա պետք է արվի դատական իրավական համակարգի ներկայացուցիչների մոտ։ Օրինակ հիմա Արդարադատության ակադեմիայում շատ գովելի է իմ որպես փիլիսոփայական գիտության ներկայացուցիչի տեսանկյունից, որ այնտեղ ոչ մասնագիտական նաև առարկաներ են դասավանդում, ինչպիսին ասենք ռետորության փաստարկման արվեստն է, ինչպիսին բարոյականությունն է, մասնագիտական էթիկան է, սրանք կարևոր իրողություններ են, զանգվածային լրատվամիջոցները շատ մեծ գործ ունեն այստեղ անելու։ Գուցե նաև դրանով էր պայմանավորված այսօրվա ձեր թեմայի ընտրությունը, բայց կարծում եմ, որ այս համակարգային մոտեցման դեպքում կարող է խնդիրը լուծվել։ Այլապես մենակ մի բնակարանը մաքրելով քաղաքը դեռ մաքուր չի դառնում։ Կամ եթե քաղաքի փողոցները մաքրենք բնակարաններում մարդկանց վարքը չփոխվի, միշտ էլ այդ կեղտը մի քիչ էլ կհայտնվի փողոցում։ Ուրեմն այս համակարգային մոտեցման խնդիրը մենք ունենք։ Անչափ շնորհակալություն ձեզ հետաքրքիր զրույցի համար եւ այսպես ինֆորմացիոն զրույցի համար, արդար ինֆորմացիոն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը եւ իրոք որ յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզնից, որ հետո չասենք այ պետությունը, այ երկիրը երկիր չի։ Երկիրը երկիր է, պարզապես մենք քաղաքացի ենք, թե ոչ սա է խնդիրը։ Այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է։ Եվս մեկ անգամ հիշենք մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ զեղչային ակցիաները շարունակվում են։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամմա, ոսկրերի խտության ստուգում։ Իսկ ողնաշարային դիագնոստիկան, վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտությունը կատարվում են անվճար։ Դելտա Կլինիկ, զանգարեք 500 560 եւ օգտվեք բուժվելու մատչելի հնարավորությունից։ Դե իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը իր ժողովրդական խորհուրդներով։ Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել օգտակար խորհուրդներ այսօրվա մեր դեղատոմսերն ու բաղադրատոմսերը բավական տհաճ մի երևույթի են վերաբերվում, այն է ոճիլ, երբ հայտնվում են մեր գլխում։ Բարև ձեզ։ Նախ հասկանանք, որ դեպքերում են առհասարակ ոճիլները հայտնվում մեր մազերի մեջ եւ պայքարի եղանակներ կառաջարկեք։ Իհարկե ասում եմ, որ դա կեղտոտության եւ բացի այդ նաեւ երբ շփումը շատ է, երեխաները մանկապարտեզում, դպրոցներում, փոքր երեխաները, երբ իրար հետ շատ են գրկախառնվում, շփվում, խաղում, այդ դեպքում ոճիլը իհարկե գնում է մի մաշկից մյուսը եւ երբ իրենց համար բարերար պայմաններ է լինում, ինչ խոսք, աճում, զարգանում եւ շարունակում է իր գործունեությունը ուրիշ ավելի տարածվելով։ Դրա համար պետք է աշխատել, եթե կա անմիջապես արագ կանխարգելել, որպեսզի այն չտարածվի, եւ ի վերջո ժողովրդական բժշկությունը շատ հրաշալի մեթոդներ ունի, դա ճահճախ ընկենու բաղադրությունն է, ինչպես պետք է անել, ուղղակի ճահճախ ընկենին վերցնում ենք տերևները չորացած եւ լցնում խոզի ճարպի հալած նախապես 300 գրամ ճարպի մեջ, ընդ որում 1 թեյի գդալը չորացած տերևը 300 գրամ խոզի ճարպի մեջ եւ պետք է անպայման դնել տաք եռացող վաննայի մեջ
մոտավորապես 25-ից 30 րոպե։ Եռալուց հետո այնուհետև վերցնում ենք գոլ վիճակում քամում եւ պահում սառնարանում կամ սառատեղ եւ ընդ որում ուզում եմ ասել, որ ամեն օր պետք է երեկոյան ժամին մազարմատներին քսել եւ մեր խնդիրը վերանա կամ ուղղակի ճարճախնկեղի թարմ կամ չորացած տերևը մեկ թեյի գթալը պետք է լցնել, իսկ եթե իհարկե թարմ տերև է, ապա մի բուր թարմ տերևը լցնել կես լիտր ջրի մեջ եւ պետք է անպայման մենք թողնենք մոտավորապես կես ժամից հետո, երբ գլուխը լվացված է լինում, անպայման ամեն օր ողողել այս թուրմով մեր գլխամաշկը, մեր մազերը, որպեսզի այն վերանա։ Կամ շատ հրաշալի եղանակ կա, ինչպես բոլորը գիտեն, ոչինները չեն սիրում, այդ կենդանիները չեն սիրում, երբ թթվային միջավայրը, մենք գիտենք, որ մեր մաշկը հիմնային միջավայր է, դրա համար ամեն լողանալուց հետո, ինչպես ես եմ խորհուրդ տալի, խնձորի մաքուր տնական քացախ լցնել 3 ճաշի գթալը 1 լիտր ջրի մեջ եւ մեր մազերը վերջում ողողել այդ ջրով։ Տիկին Վահանյան, հաճախ օգտագործում են նաեւ սպիտակ նավթ նման դեպքերում, ինչքանով է դա անվնաս եւ ինչքանով է վնասակար ոչիլների համար։ Սպիտակ նավթը ես հիշում եմ մեր տարիքի տատիկ պապիկները բերում օգտագործում էին եւ կարելի ասել այն եւ իր հոտով եւ իր բաղադրությամբ արագ ոչնչացնում էր ոչիլները, նրա հոտը շատ ավելի սուր է եւ իհարկե բաղադրությունը երեխայի գլխամաշկի համար մի քիչ ոչ օգտակար, բայց այն ժամանակ բավականին լավ օգնում էր։ Միաժամանակ շատ լավ օգնում է մահադանոսի սերմը, պետք է ուղղակի 300 գրամ սերուցքային կարագի վրա լցնել մաղադանոսի սերմ եւ դնել տաք վաննայի վրա մոտավորապես 30-ից 40 րոպե։ Այնուհետև քամելուց հետո գոլ վիճակում դնում ենք սառնարան եւ նորից սում մազարմատներին շատ լավ, շատ օգտավետ եւ կարելի ասել երեխաների համար, եթե փոքր տարիքի երեխաներին բացարձակ վնաս չի։ Այնպես որ եթե կա այդպիսի խնդիր, խնդրում եմ օգտագործեք եւ ձեր երեխաների համար եւ խնդիր չլինի եւ քոչ չի առաջանա եւ ի վերջո ինչու մազերը կամ գլխամաշկը մեր խնդիրներ առաջացնի։ Շնորհակալություն։ Այս ամենինի լրումը նշենք, որ մի մոռացեք նաև հաճախ լողանալ, դա ոչիլների դեմ պայքարելու ամենապարզ, ամենահասարակ ու ամենահասանելի մեթոդն է։ Սիրելի բարեկամներ, նախորդ տարի ԱՄՆ-ում, այնուհետև նաև մեզ մոտ Երևանում տեղի ունեցավ ժողովրդական երգ «Նոր սկիզբ» խորագրով համերգը, որին մասնակցեցին Շանթ հեռուստաընկերության տարբեր նախագծերից հայտնի դարձած կատարողներ։ Նոր նախագիծ համերգը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Շանթի երաժշտական նախագծերի լավագույն ընտրանին շուտով եւս մեկ անգամ կապացուցի, որ իրական արվեստը ժամանակակից է բոլոր ծերունդների համար, իսկ մատուցման ձևերը կարող են շատ տարբեր լինել։ Եվ այսպես գարնանային ամենասիրված տոները Շանթ հեռուստաընկերության ժողովրդական երգի նոր սկիզբ տված կատարողները պատրաստվում են նշել համերգով։ Մարտի 6-ին Մայրության եւ Գեղեցկության տոնին ընթരാճ բոլորիս տոնական երեկո է սպասվում Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այդ օրը ժամը 19:00 ժողովրդական երգ նոր սկիզբ նախագծի աստղերը նոր հնչեղությամբ, նոր մոտեցմամբ կներկայացնեն ժողովրդական սիրված երգերը։ Սպասվող երաժշտական տոնի մասին այսօր կխոսենք երգիչներ Գրիգոր Միրզոյանի եւ երգչուհի Եվա Եգանյանի հետ։ Բարև ձեզ։ Եվ այսպես ժողովրդական երգ նոր սկիզբ համերգ, որի մասին մենք բազմաթիվ անգամներ այսպես խոսել ենք մեր տաղավարում, որը արդեն եղել է Հայաստանում, նաև եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս նույն համերգը, չէ՞, կամ որոշակի փոփոխություններ համերգային ծրագրում։ Ծրագրում այս անգամ համեմատած Երևանում նաև տեղի ունեցած համերգին կան փոփոխություններ, կան նոր երգեր, ավելի գեղեցիկ երգեր, ուրախ երգեր։ Եվ այս անգամ կարծում եմ ավելի լավ կլինի։ Այն երգերը ավելի գեղեցիկ չէին։ Չէ, գեղեցիկ էին, հիմա էլ ավելի գեղեցիկ են։ Թարմացրել եք։ Այո, ծրագիրը թարմացրել է։ Ինչն է, ինչպես անցավ շրջագայությունը, որի մասին մենք խոսել ենք, ինչպես ընդունեց այս համերգը Ամերիկայի հասարակությունը։
սպասում էին, գիտենք, եւ ինչպեսին էին արձագանքները։ Ցանկացած շրջագայություն շատ լավ է ընդունվում, երբ որ մենք ներկայացնում ենք մեր ժողովրդական երգը, ամեն անգամ երբ եղել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հանդիսատեսից ստացել ենք մեծ էներգիա, որ դա երբեք չի սպառվում, ինձ թվում է ոչ մեկիս մեջ, որովհետև այդ ջերմ ընդունելությունը շատ ոգևորված կարոտով եւ սիրով են սպասում մեզ եւ մեր երգին, որի համար եւս մեկ անգամ շնորհակալ ենք։ Իրոք տարբերվում է ԱՄՆ-ի համերգները յուրաքանչյուր համերգներից, նույնիսկ այստեղի համերգներից։ Պետք է ասեմ, որ այո։ Իդեպ, այստեղի համերգների մասին, ինչն է այս կոնկրետ հենց այս ծրագրի մեջ հետաքրքիր։ Մենք այս մասին էլի խոսել ենք, բայց քանի որ փոփոխություններ է կարել որոշակի ծրագրում, ուզում եմ հիմա հասկանալ այս անգամ ինչն է նորացվել, ինչ է սպասում հանդիսատեսին։ Գա որ տեսնի ինչ։ Գեղեցիկ երաժշտական երեկո։ Դե դա պարզ է։ Ժողովրդական երգեր, մաքրամաքուր երգեր։ Ինչպես են փորձերն ընթանում, որ փուլում եք այժմ։ Շատ լավ են ընթանում, սկսել ենք արդեն փորձերը եւ այսպես մեծ խանդավառությամբ գնում ենք փորձերի եւ պատրաստվում ենք համերգին։ Յուրաքանչյուրդ քանի երգ եք կատարում, ունեք նաեւ զուգերգեր, չէ՞։ Այո։ Յուրաքանչյուրս կատարում ենք 2 երգ եւ 1 զուգերգ, իմ զուգերգը Գրիգորի հետ է։ Այո։ Գրիգորին էլ եւ այո։ Կան նաև պարային հատվածներ, թե չկան։ Պարում եք նաև։ Կա պարային հատված։ Ահա, դուք եք պարում, պարողները առանձին։ Շատ լավ։ Մի հետաքրքիր հարց տանք, հա, օրինակ Շանթ հեռուստաընկերության տարբեր նախագծերում բազմաթիվ անգամ փորձել են հին երգերը նորովի մատուցել, հա, փորձարկումներ են կատարել։ Օրինակ ձեզ որ տարբերակն ավելի շատ դուրս նորովի, թե հինը։ Բնականաբար նորովին, որովհետև ժամանակի հետ մենք քայլում ենք առաջ, ամեն ինչ գեղեցիկ է ժամանակի մեջ դիտել ու նայել, 20 տարի հետո ավելի նորովի կմատուցենք, քան այսօր մենք, գործիքավորումն է միայն նորովի, բուն մեղեդին, ժողովրդական երգը, որ մեզ փոխանցվել եկել է, կամ թեկուզ ժամանակակից աշուկների երգեր, որոնք մենք կատարում ենք շատ ճիշտ եւ ճշգրիտ, բայց գործիքավորման մեջ փոփոխություններ են լինում, կան գործիքավորումներ, որ պարզապես հին նախանվագ, միջնանվագը պահվում է վրան, ավելանում են էստրադային գործիքներ, կամ որ նորովի է ամբողջը արված, բայց ամեն ինչ արված է շատ ճաշակով եւ գրագետ, այնպես չի, որ աղավաղումներ են լինելու, ոչ։ Ինչու մենք բազմիցս համոզվել ենք, այո, արդյունքել ենք համոզվել։ Կարծում եմ, որ այս դեպքում երիտասարդները էլ ավելի են լսում ժողերգը եւ դա օգնում է։ Ինձ համար էլ կոնկրետ ավելի լավ է, որ այս նորովի է։ Կարող ենք ասել, որ այս նոր տարբերակը երիտասարդացնում է ժողովրդական երգասվածը, հենց այն իմաստով, որ երիտասարդները, չգիտեմ, 16-18 տարեկան պատանիները, որ կլսեին ռոք այն ժամանակ, միայն այժմ լսում են ռոքային, այսպես գործիքավորմամբ ժողովրդական երգ, ուսանական երգ, որպեսզի լսեն ավելի շատ։ Բարի, ինչն է այս անգամ ձեզ համար հետաքրքիր, արդյոք միայն այն, որ նորացված է, թե նաև որ X Factor, Superstar եւ այլ նախագծերի Այո, իհարկե, այսպես ավելի հետաքրքիր է, այո, բոլորը երգելու են ժողովրդական, բոլոր նախագծերից եւ դա ավելի հետաքրքիր է հանդիսատեսին։ Չկա խանդի զգացում, որ ձեր սեփական ժողովրդական երգը պիտի երգի, չգիտեմ, R&B ժանրի ներկայացուցիչ։ Բոլորովին հակառակը շատ ուրախ ենք, որ բոլորը ձգտում են երգել այն մաքրամաքուրը, ինչ որ մերն է, այլ ոչ թե ուրիշ ազգի երաժշտություն։ Ձեզ ավելի հեշտ է, որովհետև դուք հենց այդ նախագծից եք եղել, չէ՞, ժողովրդական երգիչ, իրանց մի քիչ ինձ թվում ավելի բարդ է։ Իհարկե, վոկալի դասեր են անցկացվում Շանթում, որտեղ որ սովորացվում է, ասենք այն մասնակցին, որը մի քիչ հեռու էր այս ժանրից, ինչ որ խաղիկներ, մանր նյուանսներ, մասնագետի օգնությամբ, իսկ լինում է, որ օգնում եք դուք ինքներդ, այստեղ ես, որ այսպես անես ավելի ճիշտ կլինի եւ այլն։ Շատ է լինում, որ զգում ենք ինչ որ բան չի, շնաց մեր վարպետը բոլորը ասում է, բայց տեղերա լինում, որ մենք էլ ենք ասում։ Իսկ հակառակը լինում է, որ այնքան էսպես, չգիտեմ, դա միևնույն է հայը մնում է հայ, հա, ու մեր մեջ կարծես գեներով գալիս է ժողովրդական եւ պարը եւ երգը, անկախ նրանից թե մենք որ ժանրում ենք հետո մեզ գտնում։ Լինում է, որ այնքան լավ է երգում, չգիտեմ, X Factor նախագծի ներկայացուցիչներից մեկը, որ ասում եք, թե չէ, դու պիտի ժող երգեր ի սկզբանե։ Ասեմ, որ բոլորն էլ շատ լավ են երգում, այո։
հանդիսատեսը կգա եւ կհամոզվի, որ Իսկ հակառակը փորձել եք անել դուք երգեք ժամանակից, օրինակ Եվա ջան, դու երբևէ Այո, շատ եմ երգել, մինչև այո, Լարա Ֆաբիան Բիոնսե, այո, նախքան ժողովրդական երգիչը ես երգում էի սկզբում դասական, հետո էստրադային Եվ հետո ժողովրդական։ Եթե լիներ սուպերստարը, միգուցե սուպերստարին կմասնակցեի, բայց եղավ ժող երգիչը ու երևի բարին էլ դա էր։ Այո, այո։ Իսկ բացի շանթի նախագծերին մասնակցելուց եւ համերգային ծրագրերին մասնակցելուց, որտեղ եք աշխատում, ինչով եք զբաղվում շանթային, այսպես բեմից դուրս։ Հիմնական համերգային ծրագրերում ենք մասնակցում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս եւ կան նման ճամփորդություն, համերգ դրսում Եվրոպայում Առաջիկայում յուրաքանչյուր ինչ պլաններ ունեք։ Լավ, ասեմ փակագծերը բացեմ մի քիչ, ես եւ Եվան առաջիկայում պատրաստվում ենք մեկնել Ֆրանսիա։ Ահա, շատ լավ։ Համերգով։ Այո, համերգով։ Կլինեն մի քանի համերգ, նաեւ Վիեննա։ Ահա, հրավերը ում կողմից էր, ինչպես ստացվեց, խմբային համերգ է, թե դուք եք միայն։ Մենք 3 երգիչով ենք գնում այնտեղ, հրավերը բնականաբար այնտեղից է եղել։ Իսկ երրորդը ով է։ Երրորդը Դավիթ Հակոբյան, երգիչ, ազգագրական երգիչ։ Շնորհակալություն։ Լավ, բարի, ինչ սպասելիքներ ունեք այս վերջին համերգից, նոր կայանալիք համերգից, որքանով է սա պատասխանատու մարտի 6-ին կայանալիք համերգը եւ կոնկրետ այդ համերգից ինչ սպասելիքներ ունեք։ Սպասելիքները շատ մեծ են, իրոք էլի սպասում ենք, որ հանդիսատեսը ընդհանուր դահլիճը լիք կլինի եւ մեզ ընդունեն մեծ ջերմությամբ։ Առհասարակ ցանկացած համերգի շատ լուրջ ենք պատրաստվում, մոտենում, որովհետեւ մեծ բեմ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երգել է, դա ցանկացած երգչի համար մեծ պատիվ է։ Սպասում ենք, որ այնքան ջերմ պիտի մեզ ընդունեն, որ եւս մեկ համերգ պիտի լինի, այո։ Վստահ եմ, որ այդպես է։ Ապրիլի 5-ին օրինակ։ Քանի որ այն նախատոնական է, իգական սեր ներկայացուցիչներին ինչ որ անակնկալներ պատրաստել եք, թե դուք չգիտեք կազմակերպիչներն են պատրաստել, ինչպես է լինում։ Դեռ մտածում ենք։ Այդ մասին, այո, դեռ մտածում ենք։ Շատերն ասում են, որ այստեղ հայաստանյան հանդիսատեսը մի քիչ ավելի դժվար է ծափահարում, քան Սփյուռքում ապրող կարոտած հանդիսատեսը։ Սա այդպես է, թե ժողովրդական երգը ցանկացած տեղ ընդունում են։ Հիմնական դրսում մի քիչ երևի ավելի լավ է, բայց այս անգամ որ տվեցինք համերգ Արամ Խաչատրյանում, իրոք շատ ջերմ էին, չէին կարող ասել, որ այստեղ ավելի վատ էին, այնտեղ լավ էին։ Իրոք հուսով ենք, որ այս անգամ էլ նույնը կլինի։ Ծափարությունները շատ են։ Իհարկե, շատ։ Բարի, դες ցանկանում ենք, այսպես չգիտեմ, լավ ձայն, հա, առողջ ձայնալարեր, այսպես լավ համերգ, լավ հաճելի մթնոլորտ, հիշեցնենք, որ անդադար ծափարություններ, շատ ծաղիկներ։ Հիշեցնենք, որ մարտի 6-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երգի նոր, այսպես նոր մեկնաբանության եւս մեկ համերգ, հարգելի հեռուստադիտող, դուք եւս մեկ անգամ հնարավորություն կունենաք մոտ լինելու ժողովրդական երգին, մեր ազգային ակունքներին կենթանի նվագակցություն, հիանալի կենթանի կատարումներ, այսպես ընտանեկան ջերմ հանդիպում կարծում եմ տեղի կունենա, սպասում ենք բոլորիդ մարտի 6-ին երեկոյան ժամը 7-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Թեման շարունակում է մեր տեսանյութը, որ անդրադարձել է ժողովրդական երգին։ 9 տարի առաջ էր, չէին հավատում շատերը, շատերն էլ թե հավատորեն էին վերաբերվում, բայց կային մարդիկ, ովքեր միտքը դարձրեցին գործ, մի գործ, որը պիտի դառնար նոր սկիզբ, ժողովրդական երգի նոր սկիզբ։ Հեռուստաշուկայում ձևավորվեց նոր առաջարկ ու ստեղծեց նոր պահանջարկ, ավելի մաքուր, ավելի բարձր ու ավելի մերը, ժողովրդականը։ Չհավատացողները սկսեցին հավատալ, հաջողված գործը ենթադրում էր շարունակություն, շարունակությունը ճուշացավ։ Ես էլ չգովեմ իմ նազելի գովական ես դու, գովքի արժան ես դու, կարնան անուշիկ թողերովի բալասան ես դու, սմբուս սուսան ես դու։ Վարկանշային աղյուսակում ժողովրդական երգչի բոլոր եթերաշրջանները նույնքան բուռն էին ու դիտարժան։ Սա այն հաղորդումներ, որի ժամանակ մեծահասակները վերհիշում էին, իսկ երիտասարդները բացահայտում։
Ժամանակակցի ու ժողովրդականի նոր համադրումներով ծնվեցին նոր կատարումներ։ Արդեն սիրված ժողովրդական ու գուսանական երգերը սիրվեցին նաև նոր մոտեցմամբ։ Եվ այսօր արդեն Շանթ հեռուստաընկերությունը ժողովրդական երգը ներկայացնում է ել ավելի նորացված, նոր մշակումներով ու գործիքավորմամբ, ազդարարելով ժողովրդական երգի նոր սկիզբը։ Ստուգատեսը եղավ ԱՄՆ-ում, հետո արդեն Հայաստանում։ Դեկտեմբերի 13-ին հայ հանդիսատեսը վայելեց շքեղ համերգային շոու ժողովրդական ռիթմերով ու ժամանակակից հնչյունավորմամբ։ Կանանց տոնին ընդառաջ մարտի 6-ին ժողովրդական երգի սիրահարները կրկին հնարավորություն ունեն ունկնդրելու մերը հայկականը, մաքուրը, նոր գործիքավորում, լուսային շքեղ էֆեկտներ եւ իհարկե մաքուր ու կենթանի երգեցողություն սիրելի երգիչների կատարմամբ։ Այս համերգն ապացույցն է այն բանի, որ ժողովրդական երգն այլևս հնաբույր ու մոռացված անցյալ չէ, եւ դա շնորհիվ ժողովրդական երգիչ նախագծի, նախագիծ, որ կարողացավ միավորել տարեցների ու երիտասարդների նախասիրությունները, որն այլևս չի ճանաչում տարիք ու սահմաններ, որը կարողացավ վերագտնել, արթնացնել ու վերաիմաստավորել այն, ինչը կոչվում է ժողովրդական երգ, դառնալով նորի սկիզբ բոլոր սերունդների համար։ Իրինա Մկրտչյան, Առավոտը Շանթում։ Forbes-ն արդեն սկսել է հաշվել Օսկարի այս տարվա հավակնորդների եկամուտները, պարզվել է, որ Ջենիֆեր Լոուրենսը 2016 թվականին Օսկար մրցանակի հավակնորդների շարքում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է։ Դերասանուհին մրցանակի է հավակնում Ջոյ ֆիլմում դերակատարման համար, պարբերականի հաշվարկներով Լոուրենսը 2014-ից 2015 ընկած ժամանակահատվածում վաստակել է մոտ $52 միլիոն։ Գլխավոր կամ երկրորդական դերի համար Օսկարի առաջադրված ոչ մի այլ դերասանուհի $6 միլիոն ավել չի վաստակել։ 2014 թվականին Սանդրա Բալոկն էր գլխավորում Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների աղյուսակը, աշխատելով $51 միլիոն։ Դե ինչ, ֆինանսական լուրերից հետո մեր տեսանյութը այժմ պիտի պատմի արդարության մասին։ Как поживаешь? Не очень, как? Я даже думаю, что совсем никак. Это почему? Что с тобой? Ничего, медвежонок пух, ничего особенного. Все же не могут. Чего не могут? Веселиться, петь, պրիսած։ Կյանքի հանդեպ այսպիսի վերաբերմունքը Հայաստանում ամենատարածվածներից է։ Կյանքն արդար չէ, համառորեն պնդում են նրանք, ովքեր նախընտրում են հավատալ, որ ոչ թե իրենք են քիչ խելացի, քիչ աշխատասեր եւ քիչ ընդունակ, այլ կյանքն է անարդար։ Ճիշտ ու սխալ, արդար եւ անարդար, որտեղ է այդ սահմանը, որտեղ է այդ գիծը եւ այդ չափանիշները, որտեղ են գրված որ մի գրքում, դրանք գնահատականներ են, պիտակներ են, որոնց որ դնում ենք մենք ինքներս։ Մեր ընկալումներն են, մեր կյանքի այսպես կոչված կանոններն են, որոնք որ հորինում ենք, գրում ենք մենք։ Մենք այս աշխարհ ենք գալիս արդեն ոչ հավասար պայմաններում։ Մեզանից մեկը ծնվում է հարուստ եւ ապահով ընտանիքում, իսկ ինչ որ մեկը աղքատ, մեկ ուրիշը ընդհանրապես առանց ընտանիքի։ Մեկի համար սովորելու մեծ հնարավորություններ են ստեղծված, ուրիշը գոյատևելու խնդիր ունի։ Նիկ Վույչիչն է։ Նա ծնվել է առանց վերջույթների եւ կյանքը անարդար համարելու լուրջ պատճառներ ունի։ Սակայն նա համոզված է, որ իր կյանքը 1000 անգամ ավելի հեշտ է, քան շատերինը։ Ովքեր իրենց համարում են անհաջողակ, չեն հասկանում, թե ինչքան մոտ էին հաջողությանը, երբ թևաթափ եղան ու հանձնվեցին։ Կյանքը գուցե երբեմն ամենաարդարը չէ, սակայն դրա հանդեպ ձեր վերաբերմունքը կարող է շատ բան փոխել։ Միշտ չէ, որ հեշտ է եւ հարմար է մարդու համար տվյալ անձի համար ընդունել այդ բացական կողմերը կամ անհարմարությունները։ Շատ ժամանակ ավելի հակված ենք մենք պաշտպանվելու, դա մեր պաշտպանական մեխանիզմներն են, արդարացնելու ինքներս մեզ, ավելի գովելու, ավելի դրականը տալու եւ բնականաբար ցանկություն չունենք ինքներս մեզ մեղադրենք։ Բայց ավելի հեշտ է եւ հարմար է գտնել մեկին կամ ինչ-որ մի իրավիճակ, ինչ-որ մի բան, որի վրա կարելի է բարթել բոլոր մեղքերը։
Կյանքը խաղ է, որն ունի իր կանոնները՝ բարդ, խրթին, երբեմն դաժան, այնքան, որ շատերը չեն համարձակվում դրանք սովորել։ Եթե դուք չեք ընդունում կյանքն իր կանոններով, կյանքը չի ընդունի ձեզ եւ միշտ ձեզ համար ու ձեր հանդեպ անարդար կլինի։ Բոլորս ենք ընդունակ, կարող եւ ունենք ցանկություն առողջ եւ գրագետ ինքնավերլուծություն անել։ Ինչպես որ մենք մտածում ենք, ինչպես որ մենք ընկալում ենք, ինչպես մենք ձևակերպում ենք տալիս այդ անարդարության եւ արդարության հասկացողության, այդպես էլ շարունակում ենք ապրել։ Եթե մենք փնտրում ենք անընդհատ անարդարություն, ապա մենք անշուշտ պիտի դա գտնենք։ Անարդար է թե արդար։ Հարաբերական է, էլի կյանքը անարդար թե արդար։ Կյանքը արդար կամ անարդար չի, կյանքը պայքար է։ Յուրաքանչյուրը ստանում է այն, ինչ տալիս է։ Հետևաբար արդար է։ Չեմ ասի կյանքն անարդար, բայց շատ են լինում անարդարություններ։ Բոլորս պարտավոր ենք պայքարենք, եթե ցանկանում ենք ինչ-որ մի նպատակի հասնենք։ Դուք բոլորից լավ եք սովորել, սակայն բոլորից բարձր գնահատական չստացաք։ Դուք ավելի շատ եք աշխատում, քան վաստակում եք։ Իրականում դա նրանից չէ, որ կյանքն անարդար է, այլ այն, որ անարդարության ձեր մոդելն է սխալ։ Չի ստացվել, նշանակում է կասկածել ես, հուսահատվել ես ու հանձնվել ես ժամանակից շուտ։ Նշանակում է ամեն ինչ միանգամից ես ցանկացել, խախտել ես կանոնները։ Դա որոշ չափով այո ազդում է նաև իր ինքնագնահատականի վրա, որտեղ միևնույն է կյանքը անարդար է, սա մի փոքր թույլ է տալիս նաև մի փոքր ծուլանալ, չանել ոչինչ, որովհետև ես ի սկզբանե արդեն գիտեմ, որ անարդար է, միևնույն է, ինչ էլ անեմ, ոչ մի բան ինձ մոտ չի ստացվելու։ Իրենց ուժերի վրա վստահ չեն լինում, որովհետև իրենցից կարծես կախված բաներ չկա, կյանքից է կախված, բոլորից է կախված, եւ եղանակից, եւ պետությունից, եւ շրջապատից, եւ հարևաններից, բայց ոչ իրենից։ Մեզանից շատերն այնքան են մտածում, թե ինչպիսին պիտի լինի կյանքը, որ չեն էլ նկատում, թե ինչպիսին է այն իրականում, եւ վերածվում են դժգոհ հայեցողների։ Այդպես դուք անխուսափելիորեն կբախվեք իրականությանը, եւ միտքը, որ կյանքն ամեն դեպքում արդար է, ձեր ներուժի համար մեծ հնարավորություններ կստեղծի։ Այո, մեր ապագան կախված է յուրաքանչյուրիցս։ Մնացեք բարյավ, լավ մտածեք այս մասին եւ նոր օրը սկսեք նոր լիցքերով։ Եղեք լավատես, մաղթում ենք ձեզ հաճելի օր, կհանդիպենք։ Մինչ վաղը։